խնդիրը ինչու է կայանում։ Մենք ունենք առանձին մեր Շիրակ աշխարհի մշակութային ժառանգության վերաբերյալ տարբեր ուղղություններով լուրջ մասնագետների ուսումնասիրություն, բայց ես կարողացա 10 տարվա ընթացքում հավաքել ամբողջ Շիրակ աշխարհի ամբողջ հուշարձանային ժառանգության վերաբերյալ ինֆորմացիա։ Եթե երկու թիվ ասեմ, տեսնեք, որ թե ինչքան հարուստ է մեր մշակութային ժառանգությունը, պատկերացրեք միայն հիմա ասենք, թե Շիրակի մարզի 100-ից ավելի համայնքներում պետականորեն 2004 թվականի հուշարձանների պետական ցուցակով ընդգրկված է 2500-ից ավել հուշարձաններ։ Սա 2500-ը կան այդտեղ, թե չի։ Այո, ուրեմն շարադրանքի գիտական ներկայացման տեսակետից կա, դրա համար ասենք թե քիչ կստացվել է բավականին, այսպես ասած, հաստափոր, ինչպես որ ասում են, եւ ծանր 500-ից ավել եւ բնական է 2500 ասենք այդ թիվը հուշարձանների ուրեմն հզորության մեր մշակութային ժառանգության մասին ես այս գրքից մեջ ընդգրկել եմ 1000 մոտավորապես 200-ից ավելի լուսանկարներ։ Ուրեմն ասելիքս որն է, ուրեմն ընդգրկված է եւ այս պահին մեր Շիրակ մարզի Շիրակի համայնքի այդ ու նաեւ առանձին Գյումրի Ալեքսանդրապոլ քաղաքի հուշարձանային ժառանգության ուսումնասիրությունը եւ ճիշտ ասած իմ համար ամենամեծ կարելի ասել առաքելությունը նաեւ այն էր, որ տարիների ընթացքում այցելելով մի քանի անգամ մեր պատմական ուրեմն Շիրակ աշխարհը արդեն Ախուրյան գետի մյուս ափին մեր թողած կորուսյալ աշխարհի կարելի ասել հուշարձանային ժառանգությունը իմ գրքի մեջ ընդգրկել եմ նաև ամբողջ արևմտյան Հայաստանի Շիրակ աշխարհի կարող եմ ցույց տալ, հետո կխնդրեմ անպայման ցույց տալ այս բովանդակությունը։ Ուրեմն սկսված Անիմայրը քաղաքից մեր այլ հուշարձանային հզորագույն ժառանգություն հանդիսացող Փագարամ, Փագնայր, Խցկոնք, Հոռոմոս եւ այդ բոլոր շարքերի հայկական ճարտարապետության կոհարները։ Այս երկու մեր արհեստականորեն առանձնացված պատմական Հայաստանի, պատմական Շիրակի, Շորագյալի եւ մեր Շիրակ աշխարհի հուշարձանային մշակութային ժառանգությունը ես մեկ գրքով կարողացա, գիտեք, խնդիրը նպատակը որն եմ տեսնում, փոխանցել մեր սերունդներին։ Շատ կարևոր գործ է։ Որովհետեւ իրանք գիտենան, թե ինչ հարստության մշակութային ժառանգության տեր են։